Բարև Ֆակտոր TV հյուրը ռեֆորմիստներ կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանն է, ողջույն պարոն Հարությունյան։ Ինչը ձեզ չի բավարարում գործող այսօրվա կառավարության աշխատանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ դուք որոշել եք մտնել ակտիվ քաղաքականություն եւ հավակնում եք դառնալ վարչապետ։ Ես հիշում եմ, դուք Փաշինյանի օրոք պաշտպանության նախարար եք, այդ ժամանակից էլ կարող ենք իհարկե խոսել, խնդրեմ։ Ինչը չի բավարարում։ Միայն կառավարության հարցը չի, միայն կառավարության հարցը չի այստեղ։ Բնական է, եթե մենք մասնակցում ենք, ապա մենք առաջարկում ենք լուծումներ եւ տեսնում ենք, ասենք թե այն ինչ որ այսօր թերի է։ Եվ մի հատ էլ ձեզ բան ասեմ, որ մենք որոշել ենք ոչ թե քննադատել, այլ առաջարկել մեր մոտեցումները եւ ոչ թե փորձել բաներ առաջարկեն, որը իրական չեն, այլ մենք լուծումներ ենք տալիս այն խնդիրների, որոնք մենք տեսնում ենք։ Իսկ այդ ձեր հարցի մասով մեր ծրագրային կետերը ամբողջովին խոսում են դրա մասին, թե մենք ինչ ենք տեսնում, որ այսօր չի լուծվում, եւ ոչ թե միայն այսօր, դա էլ ասեմ ձեզ, որտեվ սխալ կլինի մոտեցումը, եթե մենք քննադատում ենք այսօրվա բաց թողումները ու չենք գիտակցում ու չենք հասկանում, որ դրանք եկել են նաև 90 թվականներից սկզբից եւ ամեն մի իշխանություն ունեցել է իր բաց թողումը, որը այսօր կուտակվել է եւ ստեղծել է այն իրավիճակը, որը պահանջում է լուծում։ Իսկ ինչու՞ չեք քննադատում։ Դրան գումարած որ այս իշխանությունն էլ թույլ է տվել իր սխալները։ Ասացիք մենք չենք քննադատում, լուծումներ ենք առաջարկում, խնդիր կա քննադատելու մեջ։ Քաղաքական իմաստով։ Թե դա ռազմավարություն է ուղղակի։ Չէ, դա ռազմավարություն է եւ դա ես բացատրեմ ինչի։ Ոչ մի խնդիր չունեք, եթե դուք իմ կենսագրությունը, իմ անցած ճանապարհը ուսումնասիրեք, կտեսնեք, որ ես այդպիսի խնդրեմ չեմ ունեցել։ Քննադատել եմ ամենաբարձր հարցերի շուրջ, ամենաբարձր իշխանություն, դա կլինի եւ 27, դա կլինի մեղրի տարբերակ, բոլոր հարցերի շուրջ, եթե նայեք, ես իմ տեսակետը, կուսակցության տեսակետը ասել եմ եւ խնդրեմ չեմ ունեցել։ Քարոշ արշավի ընթացքում դուք եթե նկատել եք իմ առաջի հանրային ելույթը ես ինձ հարց է տվել հանրայինում Պետրոսը ինչ եք տեսնում ամենամեծ սպառնալիք այսօր Հայաստանի համար։ Ես տեսել եմ հասարակության պարակտվածությունը։ Բայց դա կներեք բնական չի, որովհետև մենք այնքանով ինչքանով որ ժողովրդավարական պետություն ենք, այսինքն մեկ գաղափարախոսություն դրված չի եւ կան տարբեր քաղաքական ուժեր, դրանց կողմնակիցներ պայքարում են, շատ արհեստական չի հասարակության միավորման օրակարգ դնել պարոն Հարությունյան կամ լավ ուտոպիստական չի։ Ինչի շուրջ պետք է միավորվել։ Ոչ, դուք նայում եք այս բանի այլ տեսանկյունից, միայն մի ուղղությունից, ժողովրդավարություն։ Առաջինը մենք ժողովրդավար չենք։ Եվ դուք դա պետք է իմանաք։ Ինչի, որտեվ մենք ժողովրդավարության հիմնական օրենքը որն է, որ մեծամասնությունն է ղեկավարում, հաշվի առնելով փոքրամասնության կարծիքը եւ պահպանելով իրավունքները։ Մենք եւ ոչ թե միայն այսօր ունենք փոքրամասնության իշխանություն։ Մենք խախտել ենք հիմնական ժողովրդավարության օրենքը եւ այն թեզը, որ դուք ասում եք տարբեր կարծիքներ, այո, ոչ մեկը չի ասում, որ պետք է մի կարծիք լինի կամ մի գաղափարախոսություն։ Կուսակցությունները դրա համար ստեղծված են, բայց պետությունը եւ ազգը չի կարող գոյատևել, զարգանալ, եթե նա հիմնական հարցերի շուրջ չունի ընդհանուր մոտեցում։ Դա պարակտված հասարակությունը ինքը երբեք չի կարող դիմակայել եւ ներքին սպառնալիքներ եւ արտաքին։ Դուք շատ լավ հասկանում եք, որ եթե հասարակությունը պարակտված է, ոչ մի անվտանգության մասին հնարավոր չի խոսել։ Դա է հիմքում։ Եվ մենք այսօր ունենք այդ հասարակությունը։ Պատճառը նույն ձև ասեմ, այն պատճառն է, որ մենք փորձում ենք կառուցել ժողովրդավարություն, որի հեղինակն է Եվրոպան, եւ մենք Եվրոխորհրդի անդամ ենք եւ բան ենք, բայց արդյունքում մենք չենք ստանում այդ ժողովրդավարություն եւ ասում եմ, մեր մոտ ձևավորում իշխանություն, որը փոքրամասնություն իշխանություն է։ Այդ դուք ինչ եք առաջարկում, չէ՞ որ չեք կարող հարկադրել
մարդկանց գնալ ընտրության։ Ինչի չեն կարող։ Նրանք էլ կարող են գնալ եւ ոչ մեկի չքվեարկել, ուղղակի Դա էլ է տարբերակ։ Չհասնել քվեաթերթիկը։ Ճիշտ եք ասում, դա էլ է տարբերակ։ Չէ՞ որ չընտրելն էլ ինչ որ իմաստով իրավունք է, պարոն Հարությունյան։ Դուք ինչքան գիտեմ առաջարկում եք, որ պարտադիր լինի ընտրության։ Չէ, պարտադիր ուրիշ ձև ենք մենք ձևակերպումը տալիս եւ պետք է ուսումնասիրենք միջազգային փորձը, Հույնաստան եւ այլ պետություններում։ Ուրեմն նայեք, խնդիրը ինչու՞մ է։ Եթե մենք չենք իրականացնում այս տրամաբանության, ժողովրդավարության հիմնական օրենքը, ուրեմն սա չի գործում, ուրեմն սա չի աշխատում, չի նպաստում պետության զարգացմանը։ Մենք առաջարկում ենք դա լինի պատվավոր պարտականություն։ Եվ դրա խրախուսել, ասենք թե դա կարա ֆինանսական լինի, ասենք թե մենք ոնց ասենք թե եթե դու չես ծառայել բանակում, մենք թույլ չենք տալիս զբաղեցնել պաշտոններ, այլ բաներ կասենք թե այդպեսի բան եք առաջարկել, եթե բանակում ծառայած չլինի։ Չէ, այսօրվա որոշ կարգավորներ ուժային այսօրվա բանն է, բայց նայեք մենք սկզբունքն ենք ծրագրի մեջ, կետերի մեջ, դա սխալ եմ համարում, որ մենք հիմա մանրամասնենք իջնենք, դա կլի մեր կուսակցության կարծիքը, իմ անձնական կամ ձեր, մենք առաջարկում ենք սկզբունքը, որը կապահովի այդ հիմնարար օրենքի իրականացումը, իսկ ինչ ձև անել, ինչ մեխանիզմերով, այստեղ մենք պետք է խորհրդակցենք հասարակության հետ, քննարկենք ամբողջ ուժերի հետ եւ գանք համաձայնության, ինչպես ենք անում, բայց դա պետք է պարտադիր լինի, որ մարդիկ գնան, իսկ ինչ դեմոկրատիայի իմաստը որն է, որ մարդը գնում ընտրում է, ինքը իրան պատասխանատու է զգում եւ դրանից հետո ինքը մասնակցում է ամբողջ կյանքում։ Եթե չի անում դա, ստանում ենք այն ինչ որ մենք ունենք, մենք ստանում ենք մշտապես միտինգներ, դժգոհություն եւ մարդիկ չեն գնում ընտրությունների։ Տեսեք, ձեր նախընտրական ծրագիր հակիրճ է 7 կետ եւ ես չգտա լուծում, օրինակ ինչ կանեք, եթե գաք իշխանության Ռուսաստանի հետ խնդիրների կարգավորման ուղղությամբ, երևի թե չկա օր, որ նրանք տարբեր պաշտոնյաներ, այսպես ասենք, տնտեսական բացասական հետևանքների մասին չզգուշացնեն, եթե Հայաստանի ԵՄ-ին ինտեգրումը շարունակվի։ Այդ դուք շատ կոնկրետ գալով իշխանության ինչ եք անել, չեղարկելու եք ԵՄ-ի մերձեցման այդ օրենքը, մնալու եք ԵՏՄ-ում, այս ուղղությամբ ինչ եք դուք պատկերացնում, պարոն։ Դուք միակողմանի հարց եք տալիս։ Ես միշտ ինչի միայն Ռուսաստանի հետ։ Եվ ես ձեզ կիսվեմ ձեր հետ։ Այնտեղ դեսպան եք։ Հասկանում եմ, բայց ես ես հասկանում եմ, ես ուղղակի ասում եմ, որ ես այդ բանը նկատել եմ, որ ուր գնում եմ, հիմնական հարցը դա է Ռուսաստանը, բայց մենք խնդրեմ ունենք ոչ թե միայն Ռուսաստանի հետ, մենք խնդրեմ ունենք բազմակողմանի Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք խնդրեմ ունենք Եվրոմիության հետ, մենք ունենք խնդրեմ նաև այս փոփոխվող տարածաշրջանում, օրինակ Եվրոմիության հայտարարությունը, որ մենք Վրաստանը կփոխարինենք Հայաստանով, իսկ դա ինչ է անում։ Պատասխանը ստացել ենք նաև արտգործնախարարի Վրաստանի, հասկանում եք, դուք հակասությունների մեջ են մտնում, ինչ է նշանակում փոխարինել։ Մենք այսօր այս փոփոխվող աշխարհում, երբ որ Եվրոմիությունը իր քաղաքականությունն ավարում, Ամերիկան իր քաղաքականությունը, Իրանը իր, Թուրքիան իր, եւ այստեղ մենք գտնվում ենք մի իրավիճակում, որի պատասխանը մենք առաջարկում ենք տալ ոչ թե այսպես միակողմանի Ռուսաստանի հետ խնդրեմը, այլ ընդհանուր հասկանանք մեր շահերը որ այս իրավիճակում, ինչ քաղաքականություն մշակենք, այդ հարցերի պատասխանը մեր առաջի կետն է, ազգային անվտանգության հայացակարգ կամ ռազմավարություն։ Հիմա այդ ռազմավարությունից ինչ է բխելու Ռուսաստանի հետ, ես շատ կոնկրետ իրավիճակ նկարագրեցի, պարոն Հարությունյան, տնտեսական բացական հետևանքներ կլինեն, գազը կթանկանա կամ հայկական ապրանքներն արդեն իսկ այսօր ունեն խնդիր, ասում են՝ մի գնացեք ԵՄ, դուք ինչ եք անելու այս օրենքի հետ։ Ես նորից ձեզ բացատրում, դուք հասկանում եք, դուք մի հատ sense բարձունակ հարց եք տալիս ինչ է։ Ես ձեզ բացատրում եմ, հասկանում եք, դա իմ կարծիքը չի, հասկանում եք, այսպես հարց եք տալիս։ Մեկն էլ ասում է, հա մենք պետք է գնանք Եվրոմիություն կամ պետք է գնանք Ռուսաստան, հասկանում եք, հարցադրումը ինքը սխալ է։ Այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն պետությունը, հասկանում եք։ Ունենալով այս հայեցակարգը, ինչ է նշանակում դա։ Պետական համակարգը, դա կլինի տնտեսությունը, կառավարությունը, անվտանգության խորհուրդը, արտաքին գործերի նախարարությունը,
արտաքին հետախուզությունը, բանակը, իրանք պետք է նստեն, այս ստեղծված իրավիճակում գնահատեն մեր Բայց դուք շահերը։ տեսակետ չունեք, պարոն Հարությունյան։ Ես ունեմ տեսակետ, Ռուսաստանի բայց իմ հետ- տեսակետը այդքան կարևոր չի։ Տնտեսական- Ես հիմա ուրիշ գիծ եմ Բայց տանում։ դուք ուզում եք վարչապետ դառնալ, ոնց կարող Ես եք, պարոն Հարությունյան։ չէ, ես գիտեմ։ Դուք միգուցե պետք է ինչ-որ հանձնարարություն տակ, ռիսկեր գնահատել եւ այսինքն սեփական Դու ծրագիր նորից ստանում եք մի դաշտ, որ ես ձեզ բացատրում եմ, այդ հարցի պատասխան, այդ նույնն է ինչ որ դուք երեխային ասեք, կոպիտ եմ ասենք օրինակ, որ երեխային ասեք, այս հարցի պատասխանը դու։ Ես ի վիճակի չեմ, դուք չեք եւ բոլոր մի կուսակցությունները որ կան այսօր, իրանք տեսակետ են ասում։ Իսկ ձեր տեսակետը։ Բայց իմ տեսակետը հետեւյալն է, որ այս ստեղծված իրավիճակում չի կարելի անել քայլեր, որտեղ մենք դառնում ենք հակասությունների կենտրոնում։ Իմ տեսակետը դա է եւ մեկ երկրորդը, եթե մենք մտածում ենք, որ եթե մենք որոշում ենք ընդունել գնում ենք այս ճանապարհով դեպի Եվրոմիություն, մենք չենք ստանա հարցեր, այն ինչ որ դուք ասում եք Ռուսաստանի կողմից։ Եվ այսօր դա նույնիսկ միայն Ռուսաստանի չի։ Դուք շատ լավ գիտեք, որ հավաքը, որ եղել է Ղազախստանում, ԵԱՏՄ-ի, որոշումը ընդունվել է, մեզ կոչ են անում, արագացրեք այդ որոշումը։ То есть այն քաղաքականությունը, որը մտածում էին, որ փափուկ, հանգիստ կգնանք, երբ որ մեզ հարմար կլինի, դուրս կգանք, մենք ստացանք այն պատասխանը, որ ասում է, չէ, այդպես չի։ Մենք էլ շահեր ունենք, մենք ասում ենք արագ-արագացրեք։ Եթե շարունակվի այս հակամարտությունը, իսկ եթե դու հետևել եք, ես մի ամիս առաջ սրա մասին ասել եմ, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գնում են շատ դինամիկ դեպի վատացման։ Դեռ չեն կարել քայլեր, որոնք անվերադարձ են, որը չես կարող արդեն ուղղել։ Եվ Ռուսաստանն էլ չի արել, ԵՏՄ-ն էլ չի արել, բայց մենք դրան մոտենում ենք Ռուբիկոնի։ Եւ եթե մենք հիմա չգնահատենք, նորից եմ ասում, դա մի կուսակցության հարց չի, մի անձի հարց չի։ Ես շատ լավ հիշում եմ 88 թիվը, երբ որ ես այստեղ էի, հարցագուրտ էի գալիս Սարոյի սովետական բանակում, մասնակցում էի միտինգներին։ Գիտեք, ինչ խոստումներ էին տալիս։ Մենք Հայաստանը կպահենք ծիրանով, ջերմուկով, փակեցինք ատոմակայանը, ասելով մեզ դա պետք չի, չգիտակցելով, դա ում շահերից է բխում, դա Հայաստանի շահերից չէր բխում, ատոմակայանը փակելը, եւ կյանքը հետո ցույց տվեց, որտեղ մենք ստիպված դիմել ենք Ռուսաստանին, Ռուսաստանը մեզ վարկա տրամադրել եւ ինքն էլ վերաբացել է այդ ատոմակայանը եւ աշխարհում այդպիսի փորձ չի եղել, որ փակված ատոմակայանը հետո վերաբացել, որտեղ դա իր մեջ պարունակում է մեծ ռիսկեր։ Այսինքն Ռուսաստանը պետք է ատոմակայանը նոր կառուցել, նոր ատոմակայանը Ռուսաստանը պետք է կառուցել։ Դա նորից եմ ասում, դա այլ հարց է։ Մենք եթե գումար ունենք, եթե մենք տեսնում ենք, որ ավելի օգտավետ է, բայց այս հարցերը նայեք, դուք ասես ֆրագմենտալ հարցեր եք տալիս։ Այս հարցերը կապված են նաև այն հայացակարգից, ինչ որ մենք լուծենք, ով է մեր բարեկամը, ով է մեր թշնամին։ Այ ոնց եք դուք չափել, ով է մեր բարեկամը, ով է մեր թշնամին։ Այ չափման միավոր։ Ես եկեք մի երկու տվյալ հիշեցնեմ, դուք Ռուսաստանում Հայաստանի դեսպանն եք 2022-ի հունվայից մինչև 24 թիվը, սա շատ բարդ շրջան էր Հայաստանի համար ոչ միայն անվտանգային առումով, այլև իդեպ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների լուրջ ճգնաժամ առաջացավ, այնպես հետո երբ որ ռուս խաղապահների աչքի առաջ Արցախը բռնի տեղանվեց եւ երբ որ ռուսական այսպես պաշտպանության անվտանգային համակարգի ներքո ենք մենք եւ Հայաստանից տարածքները օկուպացվին եւ ոչ ՀԱՊԿ-ն, ոչ Ռուսաստան, ոչ դատապարտեցին, ոչ էլ չարեցին ոչինչ, որ մեզ աջակցեն։ Սա նաեւ այսպես ձեր թերացումը չի որպես դեսպան, չկարողացեք Ռուսաստանին այսպես հակել, դրթել, չգիտեմ, բացատրել, հասկացնել, եթե դա հնարավոր է, որ իր պարտավորությունները կատարել կարող է, ես շատ միաբիտ հարց եմ տալիս, որովհետև դուք հիմա կասեք ամեն ինչ բխում է Ռուսաստանի շահերից, այն ինչ որ ինքը արել կամ չի արել։ Փաստորեն Արցախի բռնի տեղանումը նրա շահերից էր, Հայաստանի տարածքների զավթումը նրա շահերից էր։ Ո՞րն է ձեր մեկնաբանությունը, պարոն Հարությունյան։ Իմ մեկնաբանությունը հետեւյալն է, որ դուք միակողմանի եք այս ամեն ինչին նայում։ Ես տալիս եմ, որ դուք երկկողմանի պատասխան։ Այո, դուք տվեք նաև
մյուս կողմի հարցերը, դուք օբյեկտիվ չեք այս հարցերում, ինչի։ Դուք ասում եք Ռուսաստանը չկատարեց իր պարտականությունը։ Առաջինը դուք լիարժեք չեք տիրապետում իրավիճակին։ 1, երկրորդը տեղահանումը երբ է ունեցել եւ ով ինչ խոստում է տվել։ Էդմոնդ Մարուկյանը իր մի հարցադրույցում ասել է, որ հարցը դրվել է եւ Պրագայում, որ ճանաչեք բանի տարածքային ամբողջականությունը եւ երաշխիք կտան, որ պատերազմ չի լինի Եվրոպան։ Պատերազմ չի լինի, հայերը կմնան այնտեղ, իրանց իրավունքները կպահպանվեն։ Ինչ եղավ։ Մի տարի ռուս խաղապաններն են այնտեղ։ Ռուս խաղապանները ուրիշ խնդիր ունեն։ Ռուս խաղապանները, երբ որ մենք ճանաչեցինք իրանց, դուք խաղապանների ֆունկցիաները լավ չեք պատկերացնում, որովհետև խաղապան ինչ է նշանակում։ Դուք նայեք միջազգային օրենքները։ Խաղապան դա նշանակում է հետևյալը, որ կողմերը հակամարտող գալիս են համաձայնության, զինադադարի, միջնորդի աջակցությամբ, ստորագրում են փաստաթուղթ, որտեղ որ խաղապանները կանգնում են շփման գծին եւ իրանց խնդիրը միջադեպերը թույլ չտալ։ Հա, բայց զավթում թույլ տվեցին, բանալություն։ Էթնիկ զտում թույլ տվեցին, ինչ միջադեպ։ Դուք ինձ ընդհատում եք ու ես ձեզ բացատրեցի։ Խոստումը, որ իրանց պատերազմ չի լինի եւ բան չի լինի, տվել է Եվրոպան։ Բայց պարոն Պուտինն արցախն ասում հետ վերադարձեք նոյեմբերին։ Ես միջև վերջ տանեմ։ Ուրեմն երբ որ մենք ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այլևս չի գործում։ Հասկանում եք, որտեվ հակամարտություն չկա։ Եթե մի կողմը Հայաստանը, որ ստորագրել է, Ղարաբաղը այնտեղ ստորագրություն չի ունեցել, երբ որ դու ասում ես դա իրան տարածքը, խաղապանները իրանց ֆունկցիան ավարտվում է, որտեվ ինքը կանգնած է որպես երկու կողմի համաձայնության մեջտեղ չի լինում։ Գնահ, եթե ավարտվել էր, կարող են մեզ ծանուցել, մենք նոր խաղապահ կոնտինգենտ տանենք, նոր իրականության համարժեք, բայց նրանք դա չարեցին։ Ինչ անեն։ Ռուսաստանը կարող էր ասել դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեր խաղապանների մնալը արիմաստ է, մենք դուրս են գալիս, բայց չարեցին կամ երբ որ Փաշինյանն եք ասում ճանաչեց, բայց Պուտինն էլ էր, չէ՞, ոնց որ թե ավելի վաղ Փաշինյանից երկու անգամ ասել Ղարաբաղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այս միջազգային նորմեր։ Ձեր կարծիքով Ռուսաստանը Փաշինյանի ճանաչման է առաջնորդվում, թե Պուտինի բան հարցնում։ Դուք գիտեք, դուք պաշտպանում եք, չգիտեմ ում շահերը ու օբյեկտիվ չեք ներկայացնում։ Մի րոպե, դուք լավ չեք պատկերացնում միջազգային հարաբերությունները։ Այո, դե հիմա նայեք ինչ է, եթե Ռուսաստանը ճանաչել է, այո, բոլոր համանախագահապետությունները ճանաչել են, դուք նյուանսները չեք զգում, որովհետև այո, դա ճանաչված է եղել 91 թվին հռչագրով Ալմատի բոլոր պետություն, նույնիսկ Պարսկաստանն է ճանաչել տարածքային ամբողջ։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, ենթադրենք, որ Ռուսաստանը կամ Ֆրանսիան կամ Ամերիկան ասի, որ ես չեմ ճանաչում տարածքային ամբողջականությունը ու մնա միջնորդ։ Ադրբեջանը կասի դու օբյեկտիվ չես, դու պաշտպանում ես հայերի շահերը ու դու չես կարող լինել միջնորդ։ Դա մի կողմից։ Մյուս կողմից Պուտինը կարող է շատ բան ճանաչի։ Իր շահերից բխող կամ չբխող, դա էլ է հարց։ Բա մեր շահավորն էր։ Մենք հիմնավորեցինք դա, մեր շահավորն էր։ Մենք ասենք, որ մենք 3 միլիոնը չպիտի զոհաբերենք 100,000-ի։ Մենք մեր որոշումն է դա։ Հիմա ճիշտ է, թե ոչ, կյանքը ցույց կտա։ Կնայեք մի նյուանս բաց մնաց ամեն դեպքում։ Այդ ճանաչելու դրվագը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նախ ես ինչքան գիտեմ վերահաստատել են 1991-ի ԱՊՀ մտնելու այդ Ալմատայի հռչակագիրը, այսինքն նոր բան չի տեղի ունեցել, ասել են, որ այն ժամանակ մենք ճանաչել ենք։ Երկրորդը այդ ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնությունը, այո, նաև մեզ չաջակցեց, երբ որ Ադրբեջանը հարձակվեց մեզ վրա եւ մենք չկարողացանք մեր տարածքները պաշտպանել։ Արդյոք սա չէր նշանակում, որ Հայաստանի իշխանությունը, որի մեջ եք նաև դուք իդեպ այդ ժամանակ, օբյեկտիվ եզրահանգում էր արել, որ եթե մենք սրա տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, ինքն էլ մերը չի ճանաչում եւ օկուպացնում է եւ ուժեղը ինքն է եւ ինչքան ուզենա օկուպացնելու է, գոնե ճանաչենք, որ գոնե մեզ չօկուպացնի, հասկանանք Արցախի հարցով ինչ ենք անում։ Այդպես չի եղել, դուք եք իշխանության մեջ եղել։ Չէ, այդպես չի եղել։
ուրեմն բայց դուք ճիշտ բան եք տանում, դուք ինքներդ ձեր հարցին պատասխանեցին, որ դա եղել է մեր որոշումը։ Հարկադրված բան է, եթե Ռուսաստանը օգներ պաշտպանել մեր տարածքները, մենք հիմա դուք բերում եք հիմնավորում։ Ճիշտ է, սխալ, կյանքը ցույց տվեց ու ցույց կտա, բայց դուք ճիշտ բան եք ասում, որ այդ տրամաբանությունն է գործել, որ մենք չենք կարող, դրա համար մենք պետք է ճանաչենք։ Всё, դա մեր որոշումն է, դրա համար այն քո ձեր նախկին հարցերը արդեն չի համընկնում։ То есть մենք ենք որոշել եւ դրա համար մեղավորությունը մանգանք մեր մոտ։ Կարող է կյանքը ցույց տա, որ դա ճիշտ է եղել։ Կարող է ցույց տա, որ ոչ, բայց մենք այդ ճանաչելով մենք Ղարաբաղը կորցրինք եւ ես բացատրում եմ, որ կարելի է քսել ուրիշների վրա, բայց ես բացատրում եմ, որ եթե դու ճանաչում ես տարածքային ամբողջականությունը, հակամարտություն այլևս չկա եւ խաղապահ ուժերը այլևս լիազորություններ չունեն, հասկանում եք։ Շատ լավ, տեսեք, բանակը պատերազմից հետո բավականին բարոյալքված էր եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ տրվել, վերջին զորահանդեսում ներկայացվեցին թե հայաստանյան արտադրության զինատեսակներ, թե արտաքին գնումներ էին առկա, Նիկոլ Փաշինյանը խոսում էր նոր բանակ ստեղծելու մասին, դուք համամիտ եք, որ աստիճանաբար պատերազմի հետևանքները վերացվում են հայաստանյան բանակի վրա եւ արդյոք իրատեսական եւ ուտոպիստական չէ Ադրբեջանի հետ ուժերի որոշակի համեմատություն մոտեցնել, հա, որ այդքան անհավասար չլինեն, չեմ ասում գերազանցել, հաղթել, պատժել, նվաստացնել եւ այլն, բայց գոնե այդ մինիմալ կարիքը բավարարվի եւ ինչ տեսակետ ունեք այդ զինտեխնիկայի։ Դե բնական է, դուք շատ լավ գիտեք, որ ես բանակի վիճակը երբ որ նշանակվեցի, շատ լավ տիրապետում էի, որտեղ ես որպես նախարար առաջի հերթին չեմ ղեկավարվել էմոցիոնալ մոտեցումներով, այլ ուսումնասիրել եմ անձնակազմի քանակը, սպաների, մարտավարական օղակում, օպերատիվ օղակում, տեխնիկայի քանակը, բարոյհեկաբանական վիճակը, գնահատել եմ բալանսը, դա բանակի ֆունկցիան է եւ ոչ թե ասենք թե այտենց զգացմունքային, այլ կոնկրետ չափանիշների վրա, որը գենշտաբն է աշխատել, վարչությունները, նախարարությունը ու բարձ է, հասկանում ենք ինչ վիճակը։ Դուք ճիշտ եք ասել, բնական է, պարտված բանակ, բարոյհոգեբական վիճակը ցածր, 500 կիլոմետր ավելացել է սահմանի, պատկերացնում եք, չէ՞, սարերում, քարերում, քար, ինժեներական տեխնիկան ոչնչացված, պիտի նոր բնագիծ ձևավորես, մի կողմից քանակը նվազել է բանակի, բայց շփմագիծը մեծացել է եւ ինքը դառել է շատ վատ։ Եթե այն ժամանակ դուք պատկերացնում եք, գիծը եղել է ուղիղ բարձունքներով, որը տալիս է պաշտպանության տեսանկյունից առավելություն, մենք կորցրել ենք դա եւ շփմագիծը դառել է խոցելի։ Բոլոր ուղղություններով մենք ստացել ենք կտրուկ աճ բալանսի իօքուտ Ադրբեջանը եւ ամենակարևորը օդային առավելություն։ Ինչու հնարավոր չեղավ այդ ժամանակ օկուպացիաները թույլ չտալ Ադրբեջանին։ Դե ես բացատրում եմ, դուք դա է պատճառը։ Չի, բայց ինչ պատճառը։ Թե քաղաքական էր, ասենք ժամանակի իշխանությունը այդպես որոշել էր, որ տարածքներ հանձնել Չէ, այդպեսի բան։ Միտումնավոր դավաճանություն էր։ Լսեք, ինչ հիմնավորում, եթե ես ձեզ թվեր եմ բերում, չեմ ուզում ավելի ներքևիչնեմ, դուք կհասկանաք, ես պարզ ձեզ ասում եմ, բանակը մարտունակ չէր եւ Ադրբեջանի ուժերը առավելություն ունեին մի քանի անգամ, մի քանի անգամ, հասկանում եք, այդ պարագայում գործում էր մի բան, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը եւ բոլոր այդ քայլերը, ինչ որ Ադրբեջանը անում էր, գործում էր հետևյալ սխեմա, որ ռուսական խաղապանները գալիս էին եւ սկսում էին ճշտել, ինչ խախտում է եղել։ Ղարաբաղում դա մի խնդիր է եղել, էլի շփման գծի խախտում է եղել եւ փորձել են դա ուղղել։ Նույնը Հայաստանի տարածքում է եղել։ Իրանք գալիս են, իրանք չէին ասում, օրինակ, բացի ջերմուկից, որտեղ ջերմուկում դա հարձակում էր զորքերով, լիարժեք եւ զոհեր տվեցին 200։ Մյուս դեպքերում զոհ չի եղել։ Իրանք եկել են ասում են, մենք ճշգրտում ենք շփման գիծը, որտեղ երբ որ մենք դուրս բերեցինք զորքերը Մեգրիի բանից մինչև Սոտկը, Մեգրիից Սոտկ, հասկանում եք, չէ՞։ Այնտեղ մեր տարածքն է եղել եւ այդտեղ շփման գիծ եղել։ Եվ երբ որ
նոյեմբերին ստորագրեց փաստաթուղթը, սկսվեց շփման գծի ձևավորումը։ Իրանք գալիս են նախկին սովետական միության սահմանը, կանգնում են, ասում են, «Էսի է մեր սահմանը», մերոնք կանգնում են այստեղ։ Տեղ եղել է, որ իրանք խնդրել են մի քիչ առաջ գան, որպեսզի դիրքը հենակետը նորմալ լինի, մերոնք ասել են, հա, քանի որ դա շփման գիծ է, եղել է տեղ, մենք ենք մտել այդտեղ։ Դու այս շփման գիծը ձևավորով եկել են։ Կա տեղեր, որ իրանք եկել են, ասել են, սա մեր տարածքն է, սա քարտեզը, ռուսները խաղապանները եկել են, ասել են, չէ, էսի ձերը չի, էսա բանի գիծը, Միչայելոց ասում, այդ բոլոր գործընթացներին մասնակցում էին Թուրքիայի սպաները։ Ադրբեջանցիները գալիս են, իրանք են։ Դա սահմանազատման ինչ-որ Չէ, սահմանազատում չի։ Մակերեսային պրոցես է։ Չէ, շփման գիծ։ Հակամարտության մեջ միշտ դինի շփման գիծ։ Եվ այս փաստաթղթի թերությունը նաև դա էր, որ շփման գիծը չէր ֆիքսվել, բայց ինչի չի ֆիքսվել, որովհետև դուք հասկանում եք Շուշիում կանգնած են Ստեփանակերտի ներքևը եւ ժամանակ էդի ժամանակ էր պահանջում 94 թվի փաստաթուղթը ես եմ պատրաստել զինադատարի այնտեղ մենք հստակ ֆիքսել ենք շփման գիծը զինադատար պայմանները խաղապանները ուր են մտնում ոնց են մտնում Ղարաբաղների միջայլոց ստորագրել այս անգամ Ղարաբաղը չի ստորագրել եւ այնտեղ հստակ նշել ենք շփման գիծը ինչ Ղարաբաղում եւ Հայաստանում Հայաստանում շփման գիծը սոտկից մինչեւ նոյեմբերյան բայց ֆիքսված է հիմա դա չի հաջողվել որովհետեւ մտնում էին իրանք արդեն ճշմարտակ ստորագրվել է փաստաթուղթը դա էլ պետք է հասկանանք վիճակը եւ ստորագրվել եւ այստեղ շփման գիծը արդեն ձևավորվում է տեղում արդեն որովհետեւ զորքերը պետք է կանգնեն չէ եւ դա սահմանազատում չի որովհետեւ սահմանազատումն ու սահմանագծումը դա տարբեր գործընթացներ իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարի ձեր ստորագրած առաջնագծի ձևավորման հուշագիրը ինչի մասն էր պանարությունը դրա մասին որովհետեւ մենք ենք այդ հարցը դրել Փաշինյանը Վլադիվոստոկում այդ հարցը դրեց երբ որ մենք ռուսական կողմի հետ հանդիպեցինք նաեւ ու ասեց որ պետք է մենք ձևավորենք շփման գիծ որպեսզի չլինեն այսպիսի սահմանային միջադեպեր որտեղ իրանք գալիս են նաեւ իրանք դա օգտագործում են նաեւ կեղծ քարտեզ են բերում ասում էին էսա մինչեւ մենք ասենք ռուսները միջնորդները գալիս են ու կրակոց չի եղել ասենք այդ ընթացքում որը մի զոհ չի եղել վիրավոր չի եղել գալիս են ասում են բանը շփման գիծն են ձևավորում ու ասում են էսա մեր քարտեզը մենք ստեղ ենք Պուտինին ասեց այդ Պուտինին էր ներկայացնում Ռուսաստանի հա եւ Փաշինյանը ասեց որ խնդիրս է ձևավորենք եւ երբ որ մենք սկսեցինք եւ բանը Շոյգուն այդ փաստաթուղթը ձևավորեց որ մենք պետք է շփման գիծ անենք այդտեղ մեծ դիմադրություն եղավ Ադրբեջանը ավելի շուտ ես ասում եմ բանակցություններին մասնակցում էր ադրբեջանցին բայց որոշումը ընդունում էր ինքը շուռ էր գալիս այդ թուրքը գլխով բաներ անում հա թե ոչ հասկանում եք то есть սա եղել է Թուրքիայի օպերացիան եւ ամենակարևորը օրինակ դու խաղապանների խոսում եք երբ որ ես նշանակվեցի Շոյգուն եկավ այստեղ մյուս օրը եւ ստորագրեցի մանդատը որ դուք պատկերացնեք խաղապանները ոնց են գործում օրինակ Սրեբրենիցայում հոլանդական խաղապաններ են մտան 14000 մուսուլման սպանեցին то есть խաղապանների դա մի մաս է քաղաքականության ես ստորագրեցի մանդատը որի համաձայն իրանց վերագրվում է համապատասխան լիազորություններ եթե իրանք խախտում են իրանք կրակում են ինչ են անում ես ստորագրեմ որտեղ հստակ նշված էր Ադրբեջանը հրաժարվեց չի ստորագրել խաղապանների մանդատը մանդատը չի ստորագրել то есть խաղապանները գտնվելով այնտեղ իրանք հստակ չունեին ինչ ֆունկցիաներ ունեն, ոնց են գործում, եթե գալիս են։ Դա բերում է իրավական հետևանքի։ Նույն այդ զինվորը կանգնած, ադրբեջանցին գալիս է, եթե իր մոտ ֆիքսված չի, որ եթե ինքը անցնում է այդ շփման գիծը ինքը կրակաբա, զգուշացնում է, դա այնտեղ հadoop մշակված միջազգային օրենքներով, զգուշացնում է, նա շարունակում է ինքը գնահատելով վտանգը, կա վտանգ, ասենք թե իր կյանքին կամ բանի կյանքին, ասենք թե Ղարաբաղի, Արցախի բնակչության ինքը ժամանակ կարող է, բայց Թուրքիան Ադրբեջանը չստորագրեց դա։ Եվ Շոյգուն հետո ստիպված արդեն հրանգը տվել, բայց սա արդեն միջազգային չէր։ Իր խաղապաններին ոնց գործել։ Բայց դա
միջազգային օրենքների համաձայն չէ, ու խաղապան Ադրբեջան չէր ընդունել նկատել։ չի ընդունել, հա, բայց այստեղ իրանք սահմանափակ էին, ասենք թե բանում, Աբխազիայում։ Այնտեղ հստատ շփմանգիծը Դե ավելի Ռուսաստանի քաղաքական դերակատարություններ ակնկալում, որ Արցախին անվտանգություն կբերի։ Եկեք այսօրական հարցերն էլ գանք, ներկայիս իշխանությունը սառեցրել են հապկում Հայաստանի, այսպես գործունեությունը, այդպես ասենք, կարգավիճակը չեն կարող սառեցնել, որովհետև իրավական այդպիսի բան չկա, սահմանում չկա։ Դուք գալով իշխանության հանձնարարելու եք, որ հապկում կրկին աշխատեն մեր պաշտոնյաները, լիարժեք վերականգնելու մասնակցություն։ Սա ես գլոբալ ձեզ ասեմ, որ մեր իրավիճակում, ստեղծված իրավիճակում, ասենք թե մենք գնանք հակամարտության Ռուսաստանի հետ, հապկի հետ, հիմա տեսեք, սա միայն հապկը չի, մի հատ օբյեկտիվ գլոբալ նայեք, հապկը դա նույն Եվրասիական միությունն է, նույն պետություններն են, երբ որ դու դժգոհություն ես հայտնում հապկից, դու միևնույն ժամանակ հարցեր ես ունենում նաև այդ նախագահների հետ, որոնք ԵԱՏՄ-ում է։ Այստեղ ամեն ինչ փոխկապակցված է, ունեն ընդհանուր շահեր, ունեն ընդհանուր մոտեցումներ, նաև ունեն հակասություններ։ Հիմա տեսեք մեր պարագայում։ Մի կողմից, որ մենք սառեցրել ենք, դա ազդակա, որ լուրջ վերաբերվեն այս ստեղծված իրավիճակին, ասենք թե հապկից մեկը, դա պաշտոնական հայտարարություն չէր, որ ասել է, որ սահմանները ճշգրտված չեն։ Դա համարում եմ անգրագետ մոտեցում, նո դա չինովնիկն էր հապկից արել, բայց հետո դրա մասին չէ, բայց սա անգրագետ հայտոնոց է, թե հապկը կա, սահմանը հստակ նշված է։ Թե չունի պատասխանատվության գործ։ Հա, դա սա ակնհայտ է, որ սխալ մոտեցում է եղել։ Իսկ ձեր օրոք ինչ կլինի հապկի այդ բան հարցը։ Չէ, իմանայեք, տվեք բերեմ էլի։ Դուք ուզում եք ձեր պատասխանը, թե իմ պատասխանը։ Իմանայեք, հա, հիմա այստեղ խնդիրը ավելի գլոբալ եմ ձեզ տանում։ Եվ օրինակ եմ բերում Խաչատուրովի պատմությունը։ Դուք այդ բաները չգիտեք, դրա համար այտենց միակողմանի եք նայել։ Ուրեմն Խաչատուրովին որ հետ կանչեցին, խախտելով, բայց դա միտումնավոր չի եղել, որ Իրան, նո, դա ուրիշ թեմա է, հետո ես կանդրադառնամ, հետ են կանչել, բայց իրավունք չունեինք մենք, որտեղ Իրան նշանակել են հապկի նախագահները պետությունների։ Միայն դու կարող ես Իրան դիմել հապկին, որոշում ընդունվի, համոզված էի կընդունեին, որտեղ հասկանում եք, մյուսը Բելարուսներ ինք հաջիկով կաջակցել բան կանել, բայց մենք Իրան ձերբակալեցինք ու դա հարված հասցրեց հապկին եւ այնտեղ այդ ձև ընկալվեց։ Չնայած ես հստակ գիտեմ, որ դա այդ խնդիրը չէր հետապնդվում, վարկաբեկել հապկը, բայց այդպես ընկալվեց եւ այստեղ մենք միշտ հաշվի առնենք, որ մեր սխալ քայլը մենք ունենք թշնամիներ կամ մարդիկ, որոնք պետություններ, որոնք այլ խնդիրներ են լուծում եւ այդ իրավիճակը օգտագործվեց մեր դեմ ուղղվեց։ Հապկի ներսում, որտեվ այստեղ Ալիևը եւ Էրդողանը լրջագույն աշխատանք տարան, որպեսի մեր գլխավոր քարտուղարը չլինի եւ այդ ֆունկցիան իր վրա վերցրեց ակտիվ բանը Լուկաշենկոն։ Բայց այնպես չի, որ Խաչատուրովի պատճառով ՀԱՊԿ-ն իր պարտավորություններից հրաժարվեց, որովհետեւ իրենք չէին էլ ուզի Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ մտնել բանալ։ Խոսքը դրա մասին չի գնում։ Դուք տեսնում եք, դուք ուզում եք ես ասեմ հապկից պիտի դուրս գանք։ Չէ, դուք հաստատ դա չեք ասի։ Ես չեմ ասի, այո, չեմ ասի, որտեղ ես ավելի խորն եմ տեսնում ու ավելի հեռու եմ տեսնում, դա գալիս է իմ փորձից։ Ես 90 թվականից զբաղվում եմ Հայաստանի անվտանգությունով եւ բանով։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են, մենք հապկից դուրս գանք։ Եվ EIS-ից։ Երբ որ մենք դուրս ենք գալիս այդտեղ, մենք ամբողջովին եւ ռազմական առումով եւ տնտեսական առումով ում գիրկն ենք ընկնում։ Հասկանում եք։ Դրա համար լինելով հապկում դու ունես լծակ ազդել, որտեղ այնտեղ հստակ գրված է, որ դու չպիտի գործես ի վնաս հապկ պետության անդամ պետության շահերին։ Դու լծակ ես ունում, դա մի կողմից, մյուս կողմից դու նաև ես այստեղ ասեմ ուրիշ բան, որ այստեղ Ադրբեջանն ու Թուրքիան այս հարցով նաև թույլատնում է Ռուսաստանը, եթե մենք դուրս են գալիս հապկից ԵՏՄ-ից, նաև թույլանում է Ռուսաստանը, իսկ դա բխում է Ադրբեջանի Թուրքիայի շահերից, հասկանում եք, եւ երբ որ դու չունես հստակ
Պարզա չէ, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնա մոտակա 5 տարին, իսկ իմ կարծիքով ավելի, Եվրամիության անդամ չենք դառնա, որ մենք դուրս ենք գալիս, ուր ենք ընկնում, եւ այստեղ Էրդողանը ասել է, որ մենք թուրքալեզու պետությունների ՆԱՏՕ ստեղծենք, այդտեղ մտնենք, Մենք թուրքալեզու չենք, պարոն Հարությունյան, բայց տեսնում եք, մենք այլընտրանքը որն է։ Ռուսաստան կարող է մեզ պաշտպանել, որ հապկից դուրս չգանք, ինքն էլ չթուլանա, պարզ շղթա։ Հա, ճիշտ եք ասում։ Հիմա այստեղ մենք անդրադառնում ենք այն ձեր բանի Եվ սրանով ամփոփենք, այո։ Հա, գալիս ենք այդ հարցին, հասկանում եք։ Այո, հապկը չի գործել, բայց ինքը նաև ճնշման տակ Ռուսաստանի ես դա գիտեմ, որտեղ ես աշխատել եմ։ Չեմ բացում այդ ոնց աշխատել եմ, որ այդ հապկը գործի այդտեղ։ Ճնշել է Ռուսաստանը եւ ճնշման տակ նրանք համաձայնվել են, որպեսի առաքելություն գա Հայաստան եւ Երևանում այդ որոշումը նախապատրաստված էր եւ համաձայնություն մենք տվել ենք սկզբից, հետո հրաժարվեցինք։ Եվ այստեղ այո, բայց պիտի հասկանաք ներսում Ռուսաստանը միանձնա չի կարում նաեւ։ Իսկ այստեղ Թուրքիայի Ադրբեջանի ազդեցությունը եղել է, որ մենք այդպես ունենք եւ հապկը լիարժեք չի գործել։ Այո, ես ասում եմ, հապկը պետք է նույնիսկ Ղարաբաղի պարագայում ինքը պիտի մինիմում գոնե հայտարարություններ անել։ Բայց ես այստեղ վերագրում եմ նույնիսկ եմ ասում, սա աշխարհակարգական շահերը, բոլոր պետությունները դուք ՆԱՏՕ-ում տեսնում եք ինչա կատարում։ Մենք այստեղ պիտի մեր վրա հույսը դնեինք եւ աշխատեինք։ Եվ այդտենց օրինակ ես ձեզ բերում եմ, որ հապկի անդամ պետությունները այլ դիրքորոշում են ունեցել 96 թվին, երբ որ իշխանության եկավ նախարար պաշտպանության Ռադիոնովը, որը պայքարում էր Գրաչովի դեմ եւ ուզում էր իր վրա կոմպրոմատ գտնել, դուրս եկավ այն պատմությունը, որ իրանք մեզ տրամադրել են 1 միլիարդի զենք։ Եվ դա հարցը դրեց Ադրբեջանի նախարարը Աբիևը, հարց դրեց, որ պիտի Ռուսաստանին վերադարձնեն այդ զենքը, որ դա ապօրինի է, Իրան աջակցեց Ուկրաինան։ Միանգամից ասեց այո, Ռադիոնովին դրեց ու ասեց, որ ԱՊՀ պետությունների անդամ են երկուսն էլ, դուք մատակարարում եք մեկին։ Ես ասի այո, համաձայն եմ, քննարկենք այս հարցը, բայց միևնույն ժամանակ դնենք հարցը Ուկրաինայի զենքի մատարումը Ադրբեջանը, որ ինքը հարյուրավոր տանկ է տվել, հակաօդային պաշտպանության միջոցներ, եւ այդտեղ իրան պաշտպանեց միայն Ուկրաինան, իսկ ինձ պաշտպանեցին Միջին Ասիայի պետությունները։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, առաջինն է ձեր քվեաթերթիկը։ Այո, առաջինն ենք եւ համոզված ենք, որ մենք կունենանք հաջողություններ։ Շնորհակալություն կհետևենք, Factor TV-ում հյուրընկալել ենք Վաղարշակ Հարությունյանին։